Եվ որդվո, և հոգվույն սրբո, ամեն։ Նշանավ ամենահաղթիչ քո Քրիստոս, բահբանյաս մեզ հաներևույթ թշնամվույն, զիթու միայն ես թակավոր փարած, օրհնյալ հավիտյան։ Այս փարերով, սիրելի հարազատներ, իր սրտակին ցնծությունը կհայտնե 660 թվականին տարաբաց հայոց աշխարհի հայրաբետներեն ներսես երրորդ հայրաբետը իդես Սուրբ Խաչի հրաշալի երևումին։ Ավանդության համաձայն, երբ երրորդ դարու վերջերը Գայանե եւ իրեն հիրացող 40 բույսերը Հայաստան աշխարհ գաբաստանեն, Գայանեն իրեն հետևողներուն մեջ են տեսնելով հրիփսիմեյ առավել աստվածվախությունը, անոր վիզին գանցնե գաղե Քրիստոսի խաչապայդեն առնված մասունքը։ Եվ երբ հալածանքներ կսաստկանան հրիփսիմեն բահբանելուն իդումով այդ սուրբ մասունքը, զայն կզեդեղե վարակի լերներու վրա գտնվող Գալիլեա անուն ժայռի մեջ, ժամանակները կսահին եւ ահա խաչապայդի մասունքը հրաշապայլ գերբով կհայտնվի նույն լերան ճգնավորներեն, հովել եւ թոտիկ ճգնավորներուն։ Խաչապայդի երևման ականատես կլան շրջագա բոլոր բնակիչները։ Այսօր սիրելի հարազատներ, հայ առաքելական եկեղեցին գդոնե վարակա խաչի դոնը։ Սուրբ խաչի մեծ դոներեն մեկն է, երբ ինչպես լսեցիք պատմության մեջ հիշված վարակի լերներուն վրա կհայտնվի խաչը, այս անգամ հայ ժողովրդին համար։ Երևման Սուրբ խաչը ուրիշ երկրի վրա, բայց հատուկ կերպով վարակա խաչի պատմությունը, վարակա խաչի հրաշքը միայն ու միայն մեզ կպատկանի։ Ցավի և սասունի օրեր կապրեին հայ ժողովուրդ այն ժամանակ։ Մահու և գենած բայկար կմղեր բահբանելու համար իր հավատքը հերու մնալու մահմենական շարժումներ են։ Փորձության մեջ էր Հայաստանը և հայ ժողովուրդը, ինչպես այսօր մեր կյանքի մեջ, այս օդար ապերու մեջ, զանազան դժվարություններ գաբրին, և այդ դժվարությունները չի ճանչնար դարիք, չի ճանչնար, թե դուն գին ես կամ մարդ ես, չսեր, որ դուն դարիքով ես, դուն երդասարդ ես, դուն մանուկ ես։ Փորձությունը բոլորիս է այսօր, և այսօր մենք, որպես հավատացյալներ, դարձյալ նշան կխնդրենք Աստուծո մեր։ Այնպես ինչպես միշտ թարերու ընթացքին ժողովուրդը նշաններ ուզած է տեսնել։ Դեր ղրգե նշանը, որպեսի ես գիտնամ ինչ ընեմ։ Մենք դարձյալ սիրելիներ այսօր, ինչպես միշտ այդ օրերուն ևս իր սուրը կբարձրացներ բահելու իր հայերենի ավանդ մնացած հողին և ճուրին, այնպես ինչպես մենք այսօր, մեր երդասարդները, մեր դուներուն մեջ, մեր ծնողներուն սորվեցուցած խրատները, կործերը, բարիքը, մեր ժողովուրդը, մեր երդասարդները դուք գսորվիկ այն ինչ, որ մեր բաբերը սորվեցուցին մեզ։ Եվ հին ժամանակ վարակա շրջանի մեջ, երբ այդ խաչը հայտնվեցավ, այդ խաչը բոլորին դիմաց հայտնվեցավ, թե աղքատին, թե հարուստին, թե իշխանին, թե ծառային, թե մեղավորին, թե անմեղին, բոլորին դիմաց երևցավ այդ սուրբ խաչը և զորություն ներշնչեց մեր ժողովրդին։ Այսօր ասկովին
Մենք հայերս դուք սիրելիներ, երկինք նայեցեք, ձեր աչքերը վեր թողնային միայն, ձեր աչքերը թող չի նային ձեր բանկայի հաշիվներում, ձեր աչքերը թող չի տեսնեն միայն ձեր բնակարանները, ձեր աչքերը թող չի տեսնեն ձեր մեքենաները, ձեր աչքը միայն ու միայն խաչին նայեցեք, որովհետև այսօր իսկ Աստված դարձյալ խաչը կհայտնի մեզ, ոչ վարակաշրջանին, այս անգամ Գլենդելի Սուրբ Աստվածածին եկեղեցվո մեջ, ձեր դիմաց, որովհետև Աստված գիտե ձեզ, գիտե մեզ բոլորիս, Աստված որպես քթարան հայր, կջանչնա յուրաքանչյուրը, գիտե ձեր ցավը, նախքան ձեր ցավիլը, գիտե որ այդ ցավը պիտի կացես եւ կպատրաստե ձեզ, կզորացնե որ դուք դուրս գաք այդ ցավեն։ Սիրելի հարազատներ, գիտեմ դժվար օրեր գապինք, գիտեմ դժբախտություն կա, շատ լավ գիտենք, որ մահը կա, դարաբանք կա, ցախողություն կա, բայց ահավասիկ Աստված այսօր հիշեցնե մեզ, որ այն ժամանակ վարակա լերան վրա բոլոր ժողովուրդին ցույց տվավ խաչը, այսօր չէ մորցած ձեզ, և ձեր վարակա լերան վրա, ձեր լերան վրա, ցույց կուտա իր խաչը դարձյալ, աչքերնի բացեք, արթնանք սիրելիներ, ես ինձ ալ գսեմ, դեր հայր, արթնցիր, բարապ բաներու ետևե մի երթար, մագերեսային բաներու ետևե մի գնար, անոնք այսօր կան, վաղը չկան, մեր հարստությունը այսօր կա, վաղը չկա, այդ կյանքը, որ մենք կգացենք, որ հավիտյան պիտի ապրենք այս աշխարհի վրա, այսօր կա, վաղը չկա, ըսկուշըլան, սիրենք զիրան, մեր մեջ, յուրաքանչյուրին մեր դիմացին մեջ տեսնենք այդ խաչը, կամ թե տեսնենք փամփասանքը, ադելությունը, թշնամությունը, մեր մեջ սիրելիներ դուք, որ մգրդված եք, մենք որ մգրդված ենք, մեր ջագդին վրա թրոշմված է Սուրբ Միրոնով այդ խաչը, որ որքան որ մենք հերանանք Քրիստոսեն, որքան որ մենք մեր ցերկով հերացնենք Աստված մեզ մեր, այդ Միրոնը երբեք չի չորնա, բայց ինչու խաչի դոնը սիրելիներ, եկեք այս խաչին մասին մտածենք վարիգյան, հին ժամանակ, ինչպես գիտեք, խաչը դարաբանքի, չարչարանքի նշան եղած է, ոչրակորձներ խաչին վրա կխաչվեին, քողեր խաչին վրա կբարձրանային, կբարձրացնեին խաչեին, բայց Քրիստոսի խաչելությամբ այդ խաչը դարձավ պաշտպանության արարքա, հոգևոր սնունդի արարքա, և խոստացված բրգիչն էր աշխարհի Քրիստոս, և իր արյունով, որ թափեց այդ խաչին վրա, մենք սրբվեցանք, մենք առողջացանք, մենք արթնցանք մեր մահակունեն։ Հետևաբար խաչը մեզի համար սիրելիներ, մանավանդ հայերուս, բարձ արարգամը չէ փայդե կամ արձատե։ Խաչը, որ գրեք ձեր գուցկերուն վրա, բարձ փայդի գդորմը չէ։ Խաչը ինքնին մեջ զորություն ունի, եթե դուք հավատաք։ Եթե չհավատաք, բարակ բան մնե, գրնակ դալրամային երթալ, Ամազոնեն երթալ, օրդերն էլ խաչը մեծ հասագիս չապ,
Եվ սերդանը մեջ կթներ, և ամեն օրանոր թիմացեն անցել և խաչ մահանել և երթալ ծեր կործին։ Բայց այդ խաչին մեջ սիրելիներ մենք հայերս, չարդ ցեղասպանություն տեսած ժողովուրդ հայերս, փրկություն կտեսնենք այդ խաչին ընդմեջը, սեր կտեսնենք Աստծո, Քրիստոսի նահատակությունը, զոհությունը կտեսնենք, և այդ խաչին ընդմեջը մենք կզորանանք և ավելին կզորացնենք իրան։ Մենք իրարու պետք ունենք սիրելիներ։ Սիրենք սիրալ, ըմբենք այդ քաղցր օրհնությունը, կուզենք մեզի սահմանված կյանքը երկար և հավիտենապես ապրել, այո, բոլորս ալ։ Առանց սակայն բարձրացնելու թեպի ճշմարիտ հավիտենականության առաջնորդող Գողգոթան։ Կուզենք սեղանակից դառնալ Քրիստոսի երջանկության և ցնծության սեղանին, առանց սակայն ըմբելու թարմության բաժակը։ Հետևաբար սիրելիներ, քիչ երբ մոտենաք և սուրբ հաղորդությունը ստանաք, ըմբենք ուրախության քինին, առնենք Քրիստոս մեր մեջ և փոխվենք, մոռնանք հինը, մոռնանք անցյալը, մեր թիմաց նայենք և տեսնենք, որ նոր տարի կգա կմոտենա, տոնական օրեր կմոտենան, դուք ինչ պիտի ենեք, երբ այդ խաչին նայենք, մեր բաբերը վարակալերան վրա այդ խաչը տեսան, հետևեցան անոր լույսին, արիթը մեզն է, արիթը մերն է, որ մենք ևս հետևենք և ուղիղ ճանապարհի մեջ երթանք, որպեսզի արժանանանք Աստծո արքայության հավիտյանս հավիտենից։ Ամեն։